Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են, որ մարտի 18-ին հատկապես ցերեկային ժամերին Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-ից 25 մետր/վայրկյան արագությամբ, մնացած շրջաններում 15-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Երևանում մարտի 17-ին 18-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, մարտի 18-ի ուշ երեկոյան 19-ից 21-ին սպասվում է անձրև։ Մարզերում 17-ին 18-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ, մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում 19-ից 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, մարտի 17-ին 19-ից 20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա 1-ից 3 աստիճանով, մարտի 19-ից 21-ին հատկապես ցերեկային ժամերում աստիճանաբար կնվազի 6-ից 9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-ից 12 աստիճանով։ Հայաստանի Հանրապետության 6 մարզում սպասվում են ուժեղ քամիներ, կարող է նույնիսկ փոթորիկ լինել։ Այս տեղեկությունը հայտնել է Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Իսկ այժմ եղանակի տեսությունը Հայաստանի համար մարտի 18-ին։ Հայաստանում մարտի 18-ին տիրելու է գարնան շունչ, արևոտ և հաճելի եղանակով։ Ըստ օդերևութաբանական կանխատեսումների, հանրապետության ողջ տարածքում պահպանվելու է առանց ստեղումների եղանակը։ Քամին հարավ-արևելյան ուղղությամբ միջինում 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը շարունակելու է աստիճանաբար բարձրանալ, բարենպաստ պայմաններ ստեղծելով ինչպես զբոսանքի, այնպես էլ գյուղատնտեսական աշխատանքների համար։ Երևան քաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +17-ից +18 աստիճանի։ Քաղաքում կլինի հիմնականում արևոտ, բայց որոշ ժամերին հնարավոր է թեթև ամպամածություն, օրը խոստանում է լինել տաք և հարմարավետ։ Արմավիրի մարզում գարնանային տաքությունն իրեն զգացնել կտա, օդի ջերմաստիճանը կհասնի +18 աստիճանի, քամին թույլ է, երկինքը պարզ, գյուղատնտեսական աշխատանքների համար սա լավագույն եղանակն է։ Արարատի մարզում եղանակը կլինի մեղմ ու բարենպաստ, արևոտ, առանց ստեղումների։ Օդի ջերմաստիճանը +17 աստիճան, բոլոր նրանք, ովքեր սիրում են բնության գրկում հանգստանալ, կարող են օգտվել այս հրաշալի պայմաններից։ Կոտայքի մարզում օդը կմնա զով, բայց հաճելի, ջերմաստիճանը մոտ +14 աստիճան, արևային եղանակը կուղեկցվի թեթև ամպամածությամբ, քամու արագությունը դեռևս թույլ։ Լոռու մարզում մասնակի ամպամածություն, բայց եղանակը հիմնականում կպահպանվի կայուն, ջերմաստիճանը կհասնի +12-ից +13 աստիճան, Գյումրիում սպասվում է զով, բայց առանց ստեղումների եղանակ։ Շիրակի մարզում, չնայած բարձրությանը, եղանակը կլինի մեղմ, Գյումրիում սպասվում է մասնակի ամպամածություն և օդի ջերմաստիճանը մոտ +12 աստիճան, քամու ազդեցությունը համեմատաբար թույլ կլինի։ Տավուշի մարզում արևոտ ու տաք եղանակ, +14 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանով, Իջևանում օրը խոստանում է լինել պայծառ ու կենսուրախ, տեղումներ չեն կանխատեսվում։ Սյունիքի մարզում, հատկապես Կապանում և Գորիսում օրը սկսվում է արևային շողերով, ջերմաստիճանը +15-ից +16 աստիճան, Սիսիանի տարածաշրջանում կլինի ավելի զով, մոտ +10 աստիճան, բայց առանց ստեղումների։ Գեղարքունիքի մարզում, Սևանի տարածաշրջանում սպասվում է մասնակի ամպամածություն, մոտ +11 աստիճան, ջերմաստիճանով քամի ազդեցությունը թույլ է, օդը մաքուր ու թարմ։ Վայոց ձորի մարզում եղանակը բարենպաստ է զբոսաշրջության համար, ջերմաստիճանը հասնում է +16 աստիճան Ցելսիուսի, Արենիի, Եղեգնաձորի և Ջերմուկի շրջակայքում հնարավոր է
թեթև ամպամածություն։ Արագածոտնի մարզում եղանակը տաք և համեմատաբար կայուն է, օդի ջերմաստիճանը միջինում +13 աստիճան, քամին թույլ է, արևը շողշողուն։ Ընդհանուր առմամբ մարտի 18-ը Հայաստանում կլինի գարնանային եղանակով լի մի օր, որը կբերի դրական տրամադրություն և նոր լիցքեր։ Բոլոր մարզերում քաղաքացիները կարող են ազատորեն պլանավորել բացօթյա միջոցառումներ, բնության այցելություններ կամ գյուղատնտեսական աշխատանքներ առանց եղանակային խոչընդոտների։